Ողջույն բոլորին։ Այս տեսանյութում հունվարի 19-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածի կանխատեսումն է բոլոր տարվա ծնված նշանների համար։ Եվ եթե ցանկանում եք, որ բաց չթողնեք տեսանյութերը, ապա կարող եք միանալ Facebook-ին, այնտեղ կիսվում են բոլոր տեսանյութերով, բոլոր ալիքների, որոնք որ ես ունեմ։ Եվ քանի դեռ ազատ եմ, ես անում եմ բավականին շատ տեսանյութեր, դուք կարող եք օգտվել այդ առիթից, որովհետև հետո եւս էլի կարող է զբաղված լինեմ եւ չկարողանամ նորից էլի տեսանյութեր անել։ Որքան հնարավոր է ձեզ համար կարևոր տեսանյութեր եմ անում, որ դուք տեղեկացված լինեք եւ ճիշտ ապրեք ձեր կյանքը։ Այսքանը, որովհետև ունեմ մի քանի ալիքներ, որոնք որ իրենք տարբեր տեսանյութեր են լինում, միգուցե ձեզ այսա այդքան էլ դուր չի գալիս, ուզում եք մեկ այլ բաներ նայել, այնտեղ կա թվագիտություն, կա աստղաբանություն, կյանք եւ ճշմարտություն, որտեղ որ խոսում եմ այնպիսի թեմաների մասին, որոնք որ կարևոր են մեր կյանքի համար, եթե նայեք այնտեղ Facebook-ում անգամ կիսվել են աղջիկները այն տեսանյութերի մասին, որոնք որ վաղուց եմ գցել եւ միգուցե մարդիկ են մոռացել անգամ այդ տեսանյութերի մասին կամ նաեւ միգուցե ձեզ հետաքրքրի թե ինչպես պետք է անեք։ Փնտրում եք միգուցե այդ թեման, բայց չգիտեք, որ այդտեղ օրինակ կա, որտեղ այդտեղ շատ թեմաներ կան։ Այսքանը էլի եմ ասում, քանի ազատ եմ, օգտվեք այդ առիթից, օգտվեք այդ տեսանյութերից, որոնք որ տեղադրվում են։ Եվ գնայինք արդեն կանխատեսումները, իհարկե նշել եմ, որ ընդունվում են դեռևս խորհրդատվություններ, նաև սովորեցնում եմ այնինչ, որ ես գիտեմ, բացի այն թվագիտությունից, որ ես գիտեմ, հա, դրանք չեմ սովորացնում, քարտեր, աստղաբանություն, որպեսզի դուք կարողանաք ինքներդ ձեր քարտեզը ուսումնասիրել, նման որոցա պահեր, որոնք որ կարող եք օգտագործել ձեր կյանքի համար, ձեզ ճանաչելու համար։ Այսքանը եւ արդեն կսկսենք նայել կանխատեսումը, գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Ընդհանուր ֆոնը սա դասերն են, որոնք որ մարդը կարող է ցանկանալ անել, կարող սովորել եւ ոչ թե գաղտնիք կարող է բացահայտվել, ոմանք էլ նաեւ իրենց կյանքի էջը կփոխեն, հա, ոչ թե մի բանով կարող եք փոխել եւ զբաղվել արդեն այդ մեկ այլ հարցով կամ չապրել այնպես, ինչպես որ ապրում եք մինչև հիմա։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում այստեղ խորամանկ պահեր կան, միգուցե ինչ-որ մարդիկ են խորամանկորեն ուզում մտնել ձեր կյանք, խաբեություն է սա նաև, նոր ծանոթություններից մի փոքր զգուշ եղեք, որովհետև կարող են խաբել, կարող են այստեղ խորամանկ ձևով կամ ինչ-որ մարդիկ կարող են լինել, որ խորամանկ ձևով մտնեն ձեր կյանք։ Այսինքն ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի ձևի ծանոթություն հաստատելով, ոչ թե մեկի հետ, որ ձեզ լավ է ճանաչում։ Նաև սա դուք եք, դուք կարող եք այդպեսին լինել, ինչ-որ մեկի ծանոթանալու համար, նաև ընտանիքի անդամներ կարող են այդպես լինել։ Խորամանկ լինել ինչ-որ իրանց ուզածին հասնելու համար։ Աշխատանքի հետ կապված այստեղ գործարք եք կնքելու, հստակ գործարք է ոմանց համար, ոմանց բիզնեսին է վերաբերվում, ոմանց էլ նաև սա աշխատանք է, աշխատանքի պայմանագիր կարող եք կնքել։ Նաև դա ցիկլային աշխատանք է, որ կարող այս մեկ շաբաթը ոնց որ միշտ նույն բանը անեք, միշտ նույն աշխատանքով զբաղվեք։ Գումարի հետ կապված հնարավոր է այստեղ գումարը դուք եք տալիս ոչ թե տղայի կամ ինչ-որ տղա է գումար տալիս ձեզ, միգուցե պարտք է, միգուցե դեր տնօրենն է, միգուցե վճարում եք ոչ թե տղայի ինչ-որ իր ծառայության համար, ինչ-որ պահեր են այստեղ։ Եվ սա նաև առողջության հետ կապված դա նշանակում է, որ ոչ թե կամ գաղտնիք կբացահայտվի առողջության հետ կապված ինչ-որ մի բան է, որը չգիտեիք, հա, կարող է այսպես միամիտ մեկել դուրս տալ։ Նաև դա գաղտնի ոչ մի բան է, որը օրգանիզմում է եւ դեռ ոչ ոք չգիտի։
Նման ընդհանրապես միշտ ասում են, գնացեք ստուգվեք։ Յուրաքանչյուր տարի կարելի է նաև արուն հանձնել կամ ինչ-որ մի բան, որ հասկանաք ինչը ինչպես է։ Այսքանը եւ կարող եք ուղղակի գնալ օրինակ այստեղ անալիզներ հանձնել, ինչ որ թղթով կամ գնալ այդ թղթով բժշկի տեղատոմս վերցնել բժշկից այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ցուլերին, նաև գումեշ է կոչվում, սա տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Գումարի հետ է կապված սա, գումարի խոսակցություն է, գումար կարող եք ստանալ, գումար աշխատելու մասին կարող եք խոսել, գումար ծախսելու, վճարելու, ինչ որ պահեր են, որ անհրաժեշտ կլինի, գումարը առաջին տեղում է լինելու, խոսեք այդ մասին անընդհատ։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում այստեղ ձեր հարաբերությունները կարող են նաև մի փոքր սառը թվան այս պահին կամ այս շաբաթ, որովհետև էլի գործնական կարող է լինել իրար հետ, կամ եթե նոր եք հանդիպում կամ հարաբերությունների մեջ եք դեռ եւս կարող այդ պահերը զգաք, որ ինչ-որ մի բան ոնց որ սառն է, չի զանգում կամ նմանատիպ ոչ պահ ավելի գործնականորեն, ինչ կա, չգիտեմ, այսպես, այնպես եւ վերջ կա։ Ամեն մեկը որտեղ կարող զբաղված եք ձեր աշխատանքով։ Նաեւ սա ոմանց մոտ իրենց հարաբերությունները կբարձրանան, կաճեն, հարաբերությունները առաջ կգնան։ Եթե խնդիրներ կային, այդ խնդիրները ավելի կարող խոսել, իրար հասկանալ ավելի ամեն ինչը դասավորեք իր տեղերում եւ հետո սկսեք ձեր հարաբերությունները, օրինակ, կարող ինչ-որ մեկին անհրաժեշտ է դա, որ իմանա ինչ հարաբերությունների մեջ է եւ այդ թեմաները կբարձրացնեք։ Աշխատանքի հետ կապված սա նաեւ կապաշտոն է, ոմանց համար առաջ խաղացում է, կարող են ձեզ շատ կարևոր առաջադրանք տալ, որը կարող է ձեզ նաև գումար բերել, կամ սա պատվեր է, որը եւս էլի գումար ձեզ կբերի։ Գումար նաև կարող եք վճարել այստեղ ոչ տղայի կամ այդ տղան ձեզ կարող է գումար վճարել, գումար տալ, գումար եք վճարում իրեն ինչ-որ գործերի համար, նաև դա կարող պարտք է, կամ ինքն է պարտք, կամ դուք եք պարտք։ Իսկ առողջության վերաբերյալ սա գնում եք ինչ-որ ուղղությամբ, այսինքն որոշել եք քիթ օպերացիան եք, որոշել եք ինչ-որ խալերը հեռացնել, որոշել եք սա, ինչ-որ մի բան է, որ այդ ուղղությունը ընտրել եք ձեր առողջության համար։ Միգուցե նաև առողջություն եւ գեղեցկություն այստեղ մեկտեղ է եւ դա կարող է լինել գեղեցկությանը վերաբերող մազերը ինչ-որ կտրեք կարճ կամ ներկեք այնպիսի երանգ, որ բացարձակ չի կարելի, ինչ-որ ուղղություն է, որը կընտրեք եւ այդ ուղղությամբ կգնաք այս շաբաթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Սա ուժ է, որը կունենաք այս շաբաթ ինչ-որ գործեր անելու համար, նաև շատ կարող եք շփվել ոչ թե պետական աշխատողի հետ, սա նաև ձեր տան տղամարդն է, ձեր հայրն է, ով ավելի այդպես իր ասածի տերը կլինի այս շաբաթ, նաև կարող է նմանատիպ ոչ մեկ եք սա ընդունում կամ պետական աշխատող է կամ հայ այդպես էլ ինքը իր ասածի տերը, ոչ ոքի ինչի լսում ինքն է։ Նաև սա մարդը, որ ձեզ կօգնի, կաջակցի այս շաբաթ, եթե դրա կարիքը ունենաք։ Գուցե նաև ժամանակն է դիմելու նման մարդու, եթե կարիքը կա։ Տեսնենք անձնական կյանքը։ Հետո ոմանք կարող են հղիանալ, ոմանք ծննդաբեր են, ոմանք նաև հարաբերություններում իրենց երեխայի նման կարող են պահել կամ դիմացինը կամ դուք։ Կամ երեխաներ կարող են գալ, ձեր թոռները կարող են գալ ձեր տուն։ Երեխաների հետ կապված ոչ հարցեր են, որոնք որ դուք կլուծեք այս շաբաթվա ընթացքում, կարող է պետական հիմնարկություն, պետական աշխատող, օրինակ դա է։ Բժիշկ է կամ դասախոս է, այդ հարցերն եք լուծում։
Եվ կա նոր ծանոթությունը եւս, հա, այդ դիմացինը մի տեսակ երեխական կգա, կմոտենա, կխոսացնի, կփորձի ծանոթանալ, այդպես։ Աշխատանքի հետ կապված կամ աշխատանքի մասին եք խոսելու, կամ աշխատանքի հետ կապված է դա այդ խոսակցությունը։ Նա կարող է լինել հաճախորդների հետ օրինակ շփումը, ներսի աշխատողները, հա, մեկը մյուսի հետ բավականին շատ շփվեք այս շաբաթ։ Նաև բամբասանք ես, հա, գուցե ձեր եւ տնորենի հետ կապված ոչ թե բաներ են բամբասում, կամ ամեն տնորենին են հասցնում ձեր ասածները, եթե ինչ-որ մի բան եք ասում։ Գումարի հետ կապված այստեղ խոչընդոտներ կան, կամ դժվարությամբ եք գումար ստանում, գումար ուղարկում, գումար վաստակում, նաև կարող է տնորենը դեռևս աշխատավարձը չի տալիս, հա, ուշացնում է, կամ չեք, հա, շատ եք ծախսել եւ ամսվա վերջը արդեն ոնց որ պետք է ձգելով այդպես տանեք։ Իսկ առողջության հետ կապված խաղ եք անում ձեր առողջության հետ։ Պետք է լուրջ վերաբերվեք եւ գնաք բժշկի, եթե տեսնում եք ինչ-որ մի բան անդադ ցավում է, պետք է անպայման այցելեք, որ աչքա թող մի արեք, մի թողեք ձեր ականջի հետև։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք նապաստակներին։ Մեկ րոպե։ Ինչ է սպասվում նապաստակներին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Ընդհանուր ֆոնը ընկերներն են, կամ ընկերների հետ շատ կանցկացնեք, կամ նոր ընկերներ ձեռք կբերեք, կամ կարիքը կլինի, կամ ձեր, կամ ընկերոջ, որ կդիմեք իրանց։ Գուցե գալիս է մեկ շաբաթ ձեր տանն է ապրում, հա, կարող դրսում է ապրում կամ ոչ է մի տեղ եւ տեղ չունի, գալիս է ձեր տանն է բնակվում կամ հակառակը դուք եք իրենց տանը բնակվում։ Տեսնենք անձնական կյանքը։ Նայեք աշխատանքի հետ է կապված, հա, ոնց որ իրար հետ կարող է ոչ է գործողություն եք անում։ Ուրեմն այստեղ անձնական հարաբերություններում այստեղ մանրուքների հետևից կարող եք ընկնել, կամ մանր-մունր խնդիրներ են, կամ այստեղ զույգ է, հա, կարող եք ծանոթանալ ոչ մեկի հետ, նաև սա մանրուքների հետևից եք ընկնում, վայ դու սա ասեցիր, դու նա ասեցիր, դու պետքա չասեիր, բա ինչի ես բառը այստեղ ասեցիր, հա, դա է մանրուքների հետևից ընկնելը, եւ դա միշտ խոսակցություն է բերում, միշտ դժգոհություն է բերում մեկը մյուսի հանդեպ։ Դրա համար լավ կլինի, որ այս շաբաթ ուղղակի նմանատիպ խոսակցություններ, հա, վարելուց պետք է ուղղակի կրճատել, հա, եւ չանդրադառնալ, շատ չխորանալ այդպես։ Աշխատանքի հետ կապված այստեղ ընկերն է, ով որ ձեզ կարող է օգնել, միասին կարող եք միանալ եւ ոչ է գործ սկսել, ոչ է բիզնես սկսել, ինչ-որ վաճառ սկսել։ Նաեւ կարող է օգնում եք մեկը մյուսին, որպեսզի աշխատանք գտնեք։ Ձեր ընկերոջ հետ նույն տեղն եք աշխատում, միամիտ տեսնում եք, վայ եկավ ինքն էլ է նույն տեղը աշխատում, այդպես։ Գումարի հետ կապված գումարը կամ արդեն որ երրորդ նշանն է, սա ենք քնում։ Գումարի հետ կապված կամ դուք եք վճարում ոչ է տղայի կամ ինքն է ձեզ վճարում կամ հա ինչ որ գումարային հարցեր են ոչ է տղայի հետ կապված վճարում եք որ ինչ որ գործ անի կարող տանտերն է կամ ձեր տնօրենն է ինքն է ձեզ գումար վճարում կամ կարող ձեր ընկերն է կամ նաև ինչ որ մի տղա է ում հետ որ կապված կլինեք գումարի առումով, հա, կարող ձեր տղան է գումար է բերում տալիս։ Իսկ առողջությանը պետք է անպայման հետևել, որովհետև առողջության հետ կապված խնդիրներ կան։ Անպայման հետևեք։ Աչքաթող մի արեք, հա, ձեր առողջությունը։ Կամ ուզում եք գնալ ոչ է միտեղ Վարշավիրանոց կամ ոչ է բժշկական կենտրոն, ուզում եք ինչ-որ մեկին տեսնեք կամ ինչ-որ բան անեք, հա, այնտեղ խոչընդոտներ կան, այս պահին այդ շաբաթ չեն կարող, հա, նմանատիպ ոչ է պահեր կանեն, կամ այդ բժիշկն եք ուզում, այդ բժիշկները զբաղված է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Ոչ է տղամարդը,
որը շատ կարևոր է, կարող է լինել ձեր հայրը, ձեր ամուսինը, տարեց անձնավորություն է, պետական աշխատող, ձեր տնօրենը, մենեջերը, որի հետ շատ կապ կունենաք, կամ պատվիրատու է դա, մեծ մարդ է ամենայն դեպս պետք է դա հաշվի առնի, երիտասարդ տղա չէ։ Ոչ մասնագետ է, ում հետ որ կարող եք շատ շփվել այս շաբաթ։ Նոր ծանոթություն է, մի փոքր կամ ձեզանից տարիքով մեծ է, կամ արդեն տարիքով մեծ մարդկանց համար է սա։ Անձնական կյանքը։ Մի փոքր խառը շաբաթ է։ Այստեղ անձնական հարաբերություններն նայեք վեճ է, միգուցե այս տղամարդը ձեզ օգնում է, որպեսզի դուք հաղթահարեք դա։ Իրար կարծես թե չեք հասկանում, կամ ձեզ է ցույց տալիս եւ այդ տղամարդուն։ Համենայն դեպս, հա, ընտանիքում ինչ որ պահեր են, որ մեկը մյուսին չի հասկանում։ Միգուցե խանդ է սա, հա, ինչ որ տղայի հետ կապված։ Միգուցե զույգեր եք դեռ եւ խանդում է, եւս մեկն է կա, ավելի հասուն է եւ դրա իր հետ կապված, հա, խանդ է սա։ Նաեւ աշխատանքի հետ կապված բավականին էմոցիոնալ կլինեք այնտեղ, կամ շատ է պատվերը, կամ քիչ է պատվերը, կամ այնտեղ աշխատողները իրենց հա լավ չեն պահում, կամ տնօրենի հետ կապված դա կարող է լինել, էմոցիաները դուրս կհանեք։ Եթե չեք ուզում աշխատանքը կորցնել, հա պետք է ուղղակի զսպել ձեզ կամ ուրիշ կերպ ասել, ուրիշ կերպ անդրադառնալ այդ հարցին։ Սա նաև գիշերային աշխատանք է, ոմանք կարող են աշխատանքը փոխել, գիշերային աշխատանքի անցնել, գիշերը սկսել աշխատել։ Նաև կարող է գաղտնի աշխատանք է, կողքից աշխատանք է, ոչ ոքին չեք ասում, ինչ որ բաներ եք անում եւ ոչ ոք չգիտեն այդ մասին։ Գումարի հետ կապված, այստեղ նայեք, խաբեությունն է, պետք է շատ ուշադիր լինեք, որովհետև եթե գումար են ուզում ձեզանից այդ ժամանակ, ապա կարող են նաև չվերադարձնել այդ գումարը։ Նաև դա կարող է լինել դուք եք խորամանկ եւ խորամանկորեն ուղղակի գումար եք աշխատում, գումար եք վաստակում։ Գուցե կարող է այս տղամարդն է խորամանկ եւ ձեզ ուզում է գումարը քիչ տալ, գիտի որ չեք հաշվում, նմանատիպ ոչը պահեր եւ հետո զգաք որ չէ, խաբեցին ձեզ գումարի առումով։ Այնպես որ պետք է այստեղ ուշադիր ֆինանսների հարցում։ Միգուցե այստեղ հարաբերությունների հետ է կապված դա։ Իսկ առողջության հետ կապված, կամ գնում եք ոչ մի երկիր, ոչ մի քաղաք բուժման նպատակով, նաև պետք է ուշադրություն դարձնեք, եթե մեքենայի ղեկին եք, եւս պետք է շատ զգոն վարեք մեքենան։ Ինչ որ բուն հատուկ ինչ որ օրգանների հետ կապված խնդիրներ այստեղ չկա, ավելի շատ դա է եւ սպորտով պետք է զբաղվեք ուղղակի, շատ քայլեք, շարժը պետք է շատ լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք օծերին։ Ինչ է սպասվում օծերին հունվարի 19-ից 25-ը։ Ոմանք ամուսնանում են, ոմանք այս շաբաթ հարսանիքի են լինելու, ոմանց ամուսնության առաջարկ կանեն, գործարք է նաև սա, որ գործարք կարող եք ընկել եւ իհարկե մշտական նույն աշխատանքը։ Այսինքն կարող է շաբաթ նույն բանն եք անում անընդհատ։ Պատրաստվում եք կամել հարսանիքի, կարող է շաբաթ չի, մի շաբաթ է։ Նաև ընտանեկան կյանքն է ցույց տալիս։ Մարդիկ կարող են կամ ամուսինն է վերադառնում, կամ կինն է վերադառնում։ Տեսնենք անձնական կյանք։ Այսինքն նայեք տակներ եւ հետո դուրս եկավ։ Միթե նկատեք, հետ տվեք, տեսեք խոսելուց տակներ սա։ Կարևոր էր ուրեմն։ Այստեղ կամ ժամանակն է ընտանիք կազմելու, ժամանակն է ընտանիքը միավորելու, ժամանակ հատկացրեք նաև ընտանիքին, միգուցե շատ եք ժամանակ հատկացնում ընտանիքին աշխատանքը կամ գումար վաստակելը ավելի քիչ է, հա, չեք բալանսավորում ձեր ընտանիք եւ ֆինանսները։
Այստեղ բալանս է ուզում։ Բալանս եւ այստեղ նաեւ կարող է սա է դրամային կել, որ պետք է իրոք ուշադրություն դարձնեք ձեր ընտանիքին։ Մի անտեսեք, մի զբաղվեք օրինակ մենակ աշխատանքով։ Ժամանակն է իրոք ընտանիք կազմելու, ժամանակն է մտածելու այդ ուղղությամբ։ Եվ աշխատանքի հետ կապված այստեղ ոչ է տղա է կարող պայմանագիր եք կնքում, ոչ է բիզնեսի հետ կապված եւս կարող եք պայմանագիր կնքել։ Նաեւ Կոր պատվեր է տալիս ձեզ եւ ոնց որ ահա այդ մեկ շաբաթ այդ նույն բանը պետք է անեք անընդհատ։ Ոնց որ նույն բանից շատ է ուզում այդպես։ Ձեր տնօրենը կարող է լինել աշխատող, կարող է լինել նոր աշխատող կարող եք ընդունել ձեզ հետ աշխատելու համար օրինակ։ Կամ սա հանդիպում է սիրավեպ է նաև աշխատանքի վայրում կա սիրահարվում եք, տեսնում եք իրար եւ սիրահարվում եք։ Իսկ գումարի հետ կապված այստեղ դժվարությամբ եք գումար վաստակում, հա դժվար է, ոնց որ դժվար է գումարը գալիս ձեզ։ Ավելի այ շաբաթ ավելի թեթև չի գար։ Պետք է տանջվեք այդ գումարը վաստակելու համար։ Փորձություն կարող է լինել, նաև սա կարող է ինչ-որ մի մեծ իրեք գնում, որը եւս հա ձեզ համար շատ կարևոր է եւ գումար շատ եք դուրս տալու։ Եթե շատ կարևոր բանի համար է, դա այո, ոնց որ սա դուրս է գալիս, սա ոնց որ սխալ է այս շաբաթ, այդպես է ինքը դուրս գալիս։ Բայց եթե ձեզ համար շատ կարևոր է, կարող եք անել։ Իսկ առողջության հետ կապված, այստեղ պետք է նայեք արդեն հորմոններին, անպայման հորմոններին ուշադրություն դարձրեք կանացի, սեռական օրգաններին, այդպես դրանք են շատ կարևոր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Այդտեղ խոչընդոտներ են, որոնք որ պետք է հաղթահարեք այս շաբաթ։ Տեսնենք որտեղ անկնելու այդ խոչընդոտը։ Անձնական կյանք։ Առողջությանն է այստեղ վերաբերվում ավելի շատ կամ կարող է մի փոքր վատ եք զգում ձեզ եւ դա է ձեզ համար խոչընդոտ հանդիսանում, ոնց որ չեք կարողանում ինչ-որ մի բան լիարժեք անեք։ Միգուցե խոչընդոտները վերացնում եք, միգուցե ինքը չնչին խոչընդոտներ է եւ չի ազդում ձեզ վրա, ամբողջ շաբաթվա ընթացքում ոնց որ չի երևում իր այդ պահերը կամ ինչ-որ մի թռուցիկ մի բան է լինում, որը չեք էլ նկատում, որ սա հա է ինչ-որ մի հատ, ինչ խոչընդոտ էր ինձ համար, այդպես։ Անձնական հարաբերություններում սա կամ զաքսավորում է կամ հակառակը, ոչ փաստաթուղթ կարող եք ստորագրել ամուսնության վկայական դա կարող է լինել կամ այնտեղ ամուսնության ժամանակ կիսվել, ինչ որ ժառանգություն չեմ ավելի շատ կիսվել ապրանքներով թե չէ, հա, նման տիպոց պայմանագիր նաև կա։ Սա նաև նոր ծանոթությունների համար, հա, նոր ովքեր որ նոր են ծանոթանալու, սա շատ նամակագրական կապի մեջ կլինեք։ Միգուցե նաև ձեր երկրորդ կեսը հեռու է եւ էլի այդպես էլի նամակագրական կապի մեջ եք լինում իր հետ այս շաբաթվա ընթացքում։ Ինչ-որ բաներ կարող քննարկել եւ գրանցել երկուսով, ինչ-որ բան եք որոշում եւ քննարկում եք, գրում եք, կարող ծնունդ է, կարող ինչ-որ մի բան է լրացնում եք, մեկը մյուսին կարող օգնում է ինչ-որ բան լրացնել, օրինակ ինչ-որ մի դիմում, ոչ մի բան, որը շատ կարևոր է, հա, ձեր ընտանիքի համար է կարևոր։ Կամ երեխաներից ոչ մեկը կարող դիպլոմ է ստանում, կամ դուք եք ստանում, որոշում եք օրինակ ինչ-որ մի բան եք գրում սովորելու հետ կապված։ Աշխատանքում բավականին առույգ կլինեք, հնարավոր է շատ ակնթարթային նաև աշխատանք է սա, ընդունվեք աշխատանքի կամ մեկօրյա աշխատանք է, որ օրինակ անեք, կամ մեկ շաբաթվա աշխատանք է, ինչ որ անելու եք շատ արագ պետք է անեք, որ տակ, կամ մեկ օրվա ընթացքում, օրինակ շաբաթվա մեջ մեկ օրը պետք է շատ արագ անեք տակ։ Նաև ոմանք նորություն կլսեն աշխատանքի վայրից կամ աշխատանքից միգուցե ռեզյումե են տվել եւ սպասում եք։ Նաև դե
Դա կարող են գալ ստուգելու, նաև չի բացառվում, ովքեր որ բիզնես ունեն, որտեղ որ աշխատում եք, այդտեղ կարող են գալ ստուգելու։ Գումարի հետ կապված հաջողություն է, կարող է ինչ-որ վարկ են տրամադրում ձեզ, կամ ժառանգություն եք ստանում, կամ եկամուտ է, հա, ըստ ձեր աշխատանքի, այնքան շատ աշխատեք, ոնց որ արագ աշխատեք, այնքան ավելի շատ է եկամուտը, հա, խոսքով գումարը բավականին հաջողությամբ է, ինչ-որ մի հեշտությամբ նաև կարող է գալ, կամ նոր դռներ է բացվում, նոր հնարավորություններ ավելի շատ գումար վաստակելու համար։ Իսկ առողջությունն այստեղ հա ինչ որ մի բան է ձեզ անհանգստացնում է, միգուցե դա է այստեղ խոչընդոտ է հանդիսանում, ինչ որ մի տեղն է ցավում, ինչ որ մի անորոշ վիճակ է, միգուցե աչքերի հետ է կապված ոյցե խնդիր, ինչ որ պահեր են, որոնք որ ձեզ կարող են խանգարել, ձեզ նյարդայնացնել, որ աշխատեք, կամ այստեղ շատ եք աշխատում, կամ մեջքը ցավ, հա, կարող ինչ որ մի տեղը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Կարող ճանապարհներին լինել, շատ այս այն կողմ անել, ձեր գործերը այդ օրը առաջ կտանեք, առաջ կմղեք։ Նաև կարող է տեղափոխություն է սա, ինչ-որ մի տեղ եք գնում ընտանիքով, օրինակ կարող է շարժական գույք եք գնում, մեքենա եք գնում։ Տեսնենք անձնական կյանքում, միգուցե գնում եք ճամփորդության, գնում եք հանգստանալու, մեկ շաբաթ օրինակ գնում եք ինչ-որ մի տեղ։ Այստեղ ուրեմն անձնական հարաբերություններում նոր ծանոթություն է, սա հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Նաև սա կարող է լինել ձեր տղան, ձեր եղբայրը, ձեր ամուսինը, ով գալիս է տուն կամ գնում են բանակ, նաև կարող ձեր ընկերն է գալիս է ձեր տուն մնում, այսա կամ դուք եք գնում իրանց տուն, հյուր եք կարող ընդունում այդ մեկ շաբաթով ինչ-որ մի տղայի։ Նաև դե դա կարող է նոր ծանոթություն է կամ եւս մեկն էլ է հայտնվում ձեր կյանքում եւ արդեն ընտրության առջև եք լինում։ Նաև այդ օրը աշխատանքի հետ կապված ձեր տնօրենն է, կարող ձեզ իրոք ուղարկում է գործուղման, կամ դուք եք ոչ բիզնես եք սկսում դրա համար այսօր այն կողմ եք անում անընդհատ այդ բիզնեսի հետ կապված առևտուր է, սա է նա է։ Դա ձեր տնօրենն է, ում հետ որ շատ կաշխատեք, շատ։ Կարող ինչ որ նաև մեկն է, ով որ ձեզ կօգնի աշխատանք գտնել։ Միգուցե ճանապարհային աշխատանք է, որ գնում գալիս եք անընդհատ, ինչ որ տաքսի է կամ մեկ այլ բան է։ Բայց սա հստակ կամ դուք եք, կամ ձեր տնօրենն է, ասենց ինչ որ կամ իրար հետ ինչ որ գործեր կունենաք, իրար հետ ինչ որ պահեր կունենաք։ Եթե բիզնես է, սա կարող լինել նաև ձեր գործընկերը, ով որ հայտնվի եւ գումար ներդնի ձեր գործի մեջ եւ իրար հետ զարգացնեք ձեր գործերը։ Գումարային առումով սա փոփոխություն է մտնում ձեր կյանք, փոփոխություն ձեր եկամուտներում, գումար է գալու ձեր տուն, այստեղ։ Ոմանց մոտ սա գնում է, ոմանց մոտ գալիս է, կարող է ոչ թե վճարում եք, այլ ուղարկում եք ինչ-որ մեկին, նաև ինչ-որ մեկը կարող է ուղարկել ձեզ գումար։ Եվ դե գումար կարող եք ծախսել հղիության վրա, ծննդաբերության հետ կապված այդ հարցերի վրա, տեղափոխության վրա, ճանապարհորդության ժամանակ, եթե ճանապարհորդության եք գնում, հա, ինչ-որ կամ շատ ավելի ոնց որ բենզին նման, գազ եւ այլն, դրանց վրա շատ գումար գնա, որտեղ այնտեղ, հա, ոնց որ ավելի շատ աշխուժ եք եւ այսօր այն կողմ եք գնալու։ Իսկ առողջության հետ կապված հա մազերին պետք է ուշադրություն դարձնել, մաշկին ուշադրություն պետք է դարձնել, հա, գեղեցկության, հա, ընդհանուր մաշկին, դեմքի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Հաջողություն։ Սենց ինչ որ մի բան մեկ հատ կանեք ու դա ձեզ հաջողություն կբերի։ Այսինքն շաբաթվա մեջ
յուրաքանչյուր բան ինչ որ անեք, ձեզ հաջողություն է բերելու։ Հաջողությամբ կավարտեք, հեսա կանեք, նա կանեք, այնտեղ կգնաք, վայ, ամեն ինչը հեշտ կանեն, այնտեղ կգնաք, սա կանեք, այդպես։ Անձնական հարաբերությունները։ Անձնական հարաբերությունները, ովքեր նոր են սկսել, դա աճում է, գնում է դեպի առաջ խաղացում կա, փոխվում է ձեր հարաբերությունները, զարգանում է։ Իսկ ովքեր որ հարաբերությունների մեջ են, կարող եք այս շաբաթ ուղղակի նկատել, որ դիմացինը ավելի սառն է, դիմացինը ավելի գործնական է ձեզ հետ, հա, հարաբերություններում այնտեղ ռոմանտիկա, բան, ինչ որ սիրախաղեր չկան։ Ավելի լուրջ, ոնց որ 50 տարի ամուսնացածների մոտ, այդպես կարող է լինել։ Գուցե նայում են նմանատիպ մարդիկ եւ այ ձերն է ցույց տալիս ձեր կյանքը, որ հարաբերությունները ավելի լուրջ են։ Եվ աշխատանքի հետ կապված ինչ որ մի աղջիկ է, ով կարող է ձեզ օգնել, օրինակ, այսպես, նաև աշխատանքի ընդունվելու հետ կապված նա կարող է օգնել կամ իրար հետ կարող եք աշխատել այս շաբաթ, գո ձեր տնօրենն է, ձեր մենեջերն է, անդադ գովում է ձեր հաջողություններով, օրինակ ձեզ կամ ձեր ընկերուհին է, ով որ կարող գալ ձեզ մոտ աշխատի, կամ մի հատ ինչ-որ աղջիկ է գալիս ձեզ մոտ է աշխատում, նոր աղջիկ է, կամ տնօրենն է փոխվում, աղջիկ է գալիս։ Կարևոր դեր է խաղում աշխատանքում, որ իրար հետ կարող եք աշխատել։ Եվ նաև գումարի հետ կապված գումար կարող եք ծախսել երեխաների հետ կապված հարցերում կամ երեխաները կարող են գումար աշխատել, բիզնես կարող եք բացել եւ գումարը այդպես կամ բիզնեսից է գալիս կամ գումար եք ծախսում, ներեք դնում ձեր բիզնեսի մեջ։ Նոր գործ կարող եք անել եւ դրանից էլ հենց այդ գումարները կամ այդտեղից է գումարը գալու։ Եվ առողջության հետ կապված ինչ որ ուղի կարող եք ընտրել, գնում եմ մազես կտրեմ, գնում եմ մազես ներկեմ, գնում եմ սա հեռացնեմ, սա անեմ, հա, ինչ որ պահեր են, որ այդ ուղղությամբ կգնաք, այս շաբաթ։ Որոշել եք եւ ոնց որ ուզում եք դա անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ակահաղներին։ Ինչ է սպասվում ակահաղներին հունվարի 19-ից 25-ը։ Ընդհանուր ֆոնը խաբեությունն է, կամ դուք պետք է լինեք շուստրի, կամ դիմացիններ լինելու այդպես խաբեբալ, դիմացիններ լինելու խորամանկ, կամ ձեզ փորձելու են խաբել այս շաբաթվա ընթացքում։ Նաև դուք կարող եք լինել խորամանկ եւ ոչ է գործեր կարող անեք, պետք է անպայման խորամանկ լինեք, որ կարողանաք այդ գործերը անել, հասցնել, հա, իր նպատակին։ Որովհետև ինչքան մարդը խորամանկ է, այնքան ավելի շատ է, չէ՞, կարողանում ավելի լավ բաներ անել։ Միգուցե այստեղ տեսնենք, որ ոլորտում է սա կարող է ինչ-որ դիմացինն է այդպես։ Անձնական կյանքը Չէ, ոչ մի տեղը չկա, ինձ թվում է եւ դուք պետք է լինեք աշխույժ, դուք պետք է լինեք խորամանկ։ Այստեղ հարաբերությունները սա հնարավորություն են ընձեռվելու ինչ-որ մեկի հետ շատ ավելի հեշտ ծանոթանալ, հասկանալ դիմացինին, շփվել դիմացինի հետ, նաև դա կարող է լինել հնարավորություն հաշտվելու համար ավելի հեշտ, հա, հաշտվեք մեկը մյուսի հետ, տեսնել, խոսել, գուցե իրարի հերվից եք, հա, ծանոթանում, հերվից եք խոսում իրար հետ, հա, ամեն մեկը մի երկրում է եւ հիմա այդ հնարավորությունը ստեղծվում է, որպեսզի գա եւ խոսեք մոտիկից ավելի տեսնենք։ Աշխատանքի հետ կապված այստեղ ձեր ցանկությունները կիրականանան, միգուցե ընդունվում եք աշխատանքի, միգուցե այնտեղ որտեղ դուք եք ուզում։ Սա նաեւ օտար երկրին է, կարող օտար երկրում եք գտնում ոչ աշխատանք։ Նաեւ այնտեղից կարող են կանչել ձեզ։ Համենայն դեպս ինչ էլ որ լինի ձեր ցանկությամբ է, միգուցե բիզնես եք բացում, միգուցե աշխատանքի վայրում աստղ եք դառնում, ձեր բիզնեսում աստղ եք դառնում, հա, կարողանում եք ձեր բիզնեսը առաջ տանել, կառավարել։ Եվ ոնց որ ցույց տալ բոլորին ձեր բիզնեսը։ Նաև այստեղ
Գումարի հետ կապված բավականին ինչ-որ շատ կխոսեք, միգուցե այստեղ գիտեք խաբեբայ է, ձեզ գումար է պարտքը եւ ճար չկա տա այդ գումարը, կարող դրա մասին եք խոսում։ Կամ ձեզ այն չեն ուզում, դուք եք մի քիչ խորամանկություն անում, որ չտաք այդ գումարը։ Դա նաև ուղղակի խոսակցություն է, սա նաև բամբասանք կարող է լինել, թե դուք ինչպես եք ապրում, հա, թե ինչքան եք ծախսում, այն որ ասում եք չկա, բայց առևտուր եք անում անընդհատ, գուցե դրա մասին նաև բամբասեն, սա նաև լեզվակռիվ է, հա, ինչ որ գումարի հետ կապված։ Կարող եք ուղղակի քննարկել, ինչքան ծախսել, ինչքան մնա, սա գնեք արդյոք, թե չէ, հա, կարող է նմանատիպ, բայց ինչ որ պահեր են, ոչ թե պարտադիր ինչ որ մեկին գումար տալ կամ վերցնել, կամ հա ինչ որ վիճել։ Եվ առողջության հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիր չունեք այստեղ, եթե ունեիք, ապա շաբաթ շատ ավելի լավ ձեզ կզգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք շների։ Ինչ է սպասվում շներին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Այստեղ կամ վեճ է, ոմանց համար, կամ նաև ուղղակի տուն եք մաքրում։ Այս շաբաթ կարող մի լավ գեներալնի ուբոր կանեք, նաև դա վեճ է։ Կարող է ինչ-որ մարդկանց հետ վիճեք, ինչ-որ մեկի հետ վիճեք, այդպես։ Տեսնենք նաև, հա, անձնական կյանքը միգուցե այստեղ ցույց է տալիս խնդիրը։ Ես այստեղ խնդիրներ չեմ տեսնում, միգուցե աշխատանքի հետ է կապված, մանր-մունր կարող է խնդիրները, մանր-մունր ինչ-որ պահեր են։ Այստեղ ընտրության առջև եք անձնական կյանքում, կամ եթե ամուսնացած եք, հա, ինչ-որ պահեր կան, միգուցե դիմեք, խոսեք, կիսվեք, հա, ինչ-որ մեկի հետ, թե ոչ, կամ որ մեկի հետ հանդիպեք, կամ ընդհանրապես դուրս գաք, ժամադրվեք, թե ոչ, հա, նմանատիպ ինչ-որ պահեր են, որ ձեզ այդպես կամուկացի մեջ եք գցում, ընտրության առջև կկանգնեք։ Միգուցե վեճն է, կարող ինչ-որ մեկի հետ անդադ վիճում եք եւ դրա համար եք մտածում, արժե արդյոք շարունակել այս հարաբերությունները, եթե արդեն իսկ հիմա այդքան վիճում ենք իրար հետ։ Ինչ-որ պահեր են, որ շատ կմտածեք, կամ ընտանիքով եք։ Ընտանիքով նստում եւ ոնց որ գցում բռնում եք։ Կարող է ինչ-որ շատ կարեւոր մի բան եք որոշում ձեզ համար։ Դուրս գալ, տեղափոխվել տանից, գնալ օտար երկիր, հա, ինչ-որ պահեր են, որ մարդը նստում եւ քննարկում է։ Աշխատանքի հետ կապված այստեղ մանր-մունր աշխատանքներ են։ Հա, փոքր աշխատանքներ են, շատ ինչ-որ բաներ չունեք անելու, նաեւ սա կարող է լինել մանր-մունր խնդիրներ աշխատանքի վայրում, որոնք որ դա կարող է լինել, հա, վեճի պատճառը օրինակ, կամ հաճախորդների հետ, կամ ձեր բիզնեսում, կամ գործընկերների մեջ, սա նաև կարող է լինել դուք եւ ձեր աշխատողն է կամ գործընկերը։ Եվ գումարի հետ կապված այստեղ ինչ-որ մի բան է գնալու, ոչ թե եկամտի աղբյուր, գնալու է հավիտյան, կամ դուք չեք ուզում, կամ իրոք չի բերում դա ձեզ գումար եւ անիմաստ ոնց որ ժամանակատար է եւ կարող եք հեռացնել դա եւ զբաղվել մեկ այլ գործով, զբաղվել մեկ այլ բանով։ Տեղ բացի մեկ ուրիշ եկամտի աղբյուրի համար, որը կարող է իրոք ձեզ եկամուտներ բերի, քան այն, որ դուք դրանով զբաղվում եք այսքան ժամանակ։ Իսկ առողջության հետ կապված այստեղ ուշադրություն դարձրեք ձեր արյան շրջանառության, հա, անպայման երակներին, այնտեղ մազանոթներին, նաև դե արյան մակարդելիությանը, ինչպես է, հա, այնտեղ տրոմբ եւ այլն, այդ պահերին պետք է շատ ուշադրություն դարձնել։ Կամ ոչ է մի պահ է, որ դուք կարող սիստեմա եք ընդունում օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք խոզերին, վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հունվարի 19-ից մինչև 25-ը։ Գումարի մասին կարող եք խոսել, գումարի մասին կարող եք մտածել, գումար ծախսել, գումար գա նաև։
Գումարը ձեզ համար շատ կարևոր է լինելու, կամ որտեղից գումար գտնեք, կամ ինչ-որ բան կարող եք գնել շատ մեծ, որ դրա մասին եք մտածում, գնեք արդյոք թե ոչ։ Տեսնենք ինչ-որ միտեղ կարող է դուրս է գալիս դա, անձնական կյանքը։ Ինչ է այստեղ ավելի շատ նայեք, այստեղ գումարից եւս խոսում ենք։ Հարաբերություններում փոփոխություն է տեղի ունենում, հնարավոր է փոփոխությունը կամ ընտանիքով եք տեղափոխվում, կամ հարաբերությունները դեպի այլ փուլ են անցնում, կամ երկար ճանապարհորդության եք գնում դուք եւ ձեր սիրելին։ Հղիություն է սա նաեւ, ծննդաբերություն է սա նաեւ, դրանով էլ փոխվում է ձեր կյանքը։ Ընդհանուր հա փոփոխություն ձեր ընտանեկան հարաբերություններում դուք կզգաք այդ փոփոխությունը, տարբերությունը է շփոթ։ Աշխատանքի հետ կապված աշխատակիցները ձեզ հետ շատ հավեսով կլինեն, շատ սիրով կլինեն, դուք իրենց հետ սիրով կլինեք, աշխատանքը ավելի սիրով կանեք, գուցե ուրիշ աշխատանք եք գտնում, որը ձեզ ավելի հոգեհարազատ է, ավելի սիրով կարող եք անել այդ աշխատանքը։ Ձեր բիզնեսով կարող եք զբաղվել, տեսնել գումար է գալիս եւ հա ավելի հավեսով անեք այն ինչ որ անում եք։ Իսկ գումարի հետ կապված այստեղ խոսակցություն է, խոսակցություն կամ նաև կարող է լեզվակռիվ է ոչ մեկի հետ, եթե պարտք եք կամ ինքնապարտք։ Նաև սա բամբասանք է ձեր գումարային առումով, հա, թե ինչքան եք գումար աշխատում, ինչքան եք ծախսում, ինչ է, ինչպես է։ Ուղղակի նաև քննարկում է, թե ինչի ինչպես անեք, ինչքան ծախսեք, ինչքան վճարեք, արժի գնել սա, արժի եւ այլն, հա, նմանատիպ ոչ պահեր։ Իսկ ուշադրություն պետք է դարձնեք այստեղ ձեր աղիներին, ձեր արյանը շրջանառության այդքան չէ, ինչքան որ ստակվոց է ինչ-որ մի տեղ, որը ոլորված է, դա ընդհանրապես աղիներն են եւ դա էլ ինչն է սա։ Ոչ բան։ Ականջը նաև կարող է լինել, ականջն էլ պտույտով եւ ինչ որ տեղ է գնում։ Պետք է ուշադրություն դարձնեք այդ նմանատիպ ոչ տեղերին, որտեղ որ գալարվում է ինչ որ մի բան, ինչ որ օսի նման։ Դե ընդհանրապես շատ է աղիներն է այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։